Շիրակի թեմի առաջնորդի Միքայել Սրբազանի որոշ հայտարարությունների մասին շատ տարօրինակ էր նախ նա ընտրությունների քարոզարշավի ընթացքում սկսեց թիրախավորել որոշ թեկնածուների ասելով որ իբրև թե կեղծ ընդդիմություն են այն դեպքում երբ որ նա պաշտպանում էր մեկի մի թեկնածուի ով եւ Խաչատուր Սուքիասյանին պատկանող Սիլ ընկերության մենեջերներից էր եւ Pepsi-ի ընկերության եւ նաեւ այնտեղ Գյումրիում խոսում էին որ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին պատկանող մի գործանում է նաեւ մենեջեր կամ տնօրենի պաշտոն զբաղեցնում, չգիտեմ։ Այսինքն ստացվեց, որ ընթացքում, Սրբազանը, որի խոսքը իսկապես կարևոր է այնուամենայնիվ Գյումրիի որոշ շրջանակների համար, հասարակության մի հատվածի համար, չեմ կարող ասել ամբողջությամբ, դա տեսանելի էր, բայց սկսեց թիրախավորել որոշ ընդդիմադիր թեկնածուների եւ պաշտպանել կամ պանին Վարդան Ղուկասյանին կամ Մայր Հայաստանի թեկնածուին, որի մասին ասում եմ, եւ Խաչատուր Սուքիասյանի ընկերությունում է մենեջեր աշխատում, ԿՊ-ական, ԿՊ-ի падգամավոր Խաչատուր Սուքիասյանի եւ այլ ընկերություններում եւ այլն եւ այլն։ Այսինքն նա ընդդիմադիր էր, իսկ մյուսները կեղծ ընդդիմադիր էին։ Տեսեք, ամենայն հարգանքով Միքայել Սրբազանի անձի նկատմամբ եւ հատկապես ամենայն խորին հարգանքով իր առաքելության նկատմամբ հայ առաքելական եկեղեցում եթե որևէ հոգեվորական խոսում է Աստվածաշնչից, քրիստոնեական արժեքներից, եկեղեցու քարոզից հավատացյալների հետ հոգևոր թեմաներից այդտեղ քննարկելու բան չկա, որևէ մեկը չի քննարկում կամ որևէ մեկը չի հակադարձում, որևէ մեկը չի բանանում, մենք պես առաքելական եկեղեցու հավատացյալներ, ներկայացուցիչներ ամենայն հարգանքով եւ խոնարհումով ենք վերաբերվել ցանկացած հոգևորականի գործունեության եւ առաքելության նկատմամբ։ Դա իրականում առաքելություն է։ Եվ Սրբազան բառն էլ պատահական բառ չի ընտրված արդեն 1700 եւ ավելի տարի կենսագրություն ունեցող առաքելական եկեղեցու համար, սպասավորների համար։ Բայց երբ որ անցնում են քաղաքական դաշտ, այո, կարևոր է նաեւ խոսքը, որովհետեւ պետությունը երբեմն հայտնվում է իրավիճակներում եւ հասարակությունն էլ մեր պատմությունն էլ դրա մասին շատ դրվագներ հիշատակում, որ եկեղեցին է իր վրա վերցրել շատ ու շատ խնդիրների առաջնորդությունը եւ հանրային կյանքի կազմակերպման եւ տարբեր աղետալի իրավիճակներից դուրս բերման եւ լեզվի պահպանության եւ մշակույթի պահպանության եւ դպրոցվարության, այսինքն հանրակրթության կրթական խնդիրների պետականության բացակայության պայմաններում հայ առաքելական եկեղեցին եղել է հավաքողը, կենտրոնը, սնուցողը ազգային ինքնության, ազգային արժեքների, ընտանեկան, ավանդական ամբողջ համակարգի։ Եվ այսօր էլ համարենք, որ այդ իրավիճակներից մեկն է, որտեղ եկեղեցականները շատ կարևոր եւ պահանջված խոսք են ասում։ Բայց երբ որ մտնում են քաղաքական, այսպես ասած, անհասկանալի խորխորատներ, անում են հայտարարություններ, իրենք էլ շատ լավ իմանալով, որ այդ հայտարարությունները հենված են կեղծիքի վրա, այդ հայտարարությունները հենված են աղավաղված փաստերի վրա, այդ հայտարարությունները ճշմարտության հետ աղերսներ չունեն, բնականաբար առաջանում է բնական ռեակցիա դրանց արձագանքելու։ Միգուցե իհարկե որոշ շրջանակների արձագանքը այդ թվում ձեր շարքերից որոշների արձագանքը շատ բայց դա եւս պետք է հասկանալ, որովհետեւ երբ որ դու 7 տարի շարունակ պայքարող մարդուն ասում ես, որ դու ես Նիկոլին պահում, բայց այն դեպքում երբ որ Աճապահյանը ինքը մասնակցել է Նիկոլ Փաշինյանին բերելուն իր հայտարարություններով եւ հիմա ասում է սխալվել էի կներեք, իսկ ինչ որ հիմա էլ ինքը չի սխալվում։ Նույնիսկ այո, հենց մեր ասածը դա է, որ էլի սխալ ճանապարհով է գնում մեր Արգարժան Սրբազանը, եթե այդ հայտարարությունները ինքը համարում է իր համոզմունքը։ Ես եւ ոչ միայն ես, շատերի հետ զրույցի արդյունքում նաեւ այնպիսի տպավորություն է ձևավորվում, որ ինչ որ մեկի խնդրանքն է կատարում կամ ինչ որ մեկի այսպես կարծիքն է ուզում նաև իր
դեմքով փոխանցած լինի եւ փորձի հանրապետականին հանել հոգեվորականների կամ եկեղեցու դեմ, դա չի ստացվելու, որովհետեւ հայրաքելական եկեղեցու նկատմամբ մեր վերաբերմունքը նույնիսկ մեր կուսակցության ծրագրային դրույթի մաս է։ Դա արժեքային դաշտի մաս է, դա ազգային պահպանողականության կարևորագույն առանցքային խնդիր է։ Հետևաբար ես այդ շրջանակներին, ովքեր փորձում են նաև հոգեվորականների միջոցով ինչ-որ բաներ ասել, եթե դա այդպես է իհարկե ես ասում, սա մեր ենթադրություններից մեկը կարող է լինել։ Ուրեմն այդ շրջանակները շատ վատ ծառայություն են մատուցում նաև եկեղեցուն, դա չի կարելի։ Ես հուսով եմ, որ նաև կարծում եմ, որ սա ինչ-որ մի էպիզոդ էր, որը կանցնի կգնա եւ այլևս կրկնություն չի ստանա։ Խնդրեմ հանրապետականը բաց է ցանկացած քննադատության համար։ Մենք 35 տարի արդեն հանրապետական կուսակցությունը գործում է, անկախ Հայաստանի պատմության մեջ եւ անկախ Հայաստանի կենսագրության հետ միասին առաջին իսկ օրվանից 35 տարի հանրապետական կուսակցությունը եղել է քննադատությունների թիրախում, ընդունել բազմաթիվ քննադատություններ, հաշվի նստել բազմաթիվ առողջ կառուցողական քննադատությունների հետ, իր գործողություններում շտկումներ մտցրել այդ քննադատությունների արդյունքում, բայց երբեք ու երբեք մեր համար ընդունելի չեն եղել կեղծ մանիպուլատիվ բնույթի այսպես կոչված պնդումները, որոնք ի սկզբանե կեղծ պնդումներ են, հա, այդ եթե ասում ենք, որ հանրապետականն է պահում Նիկոլին, այդ մարդիկ ուրեմն կարան նաև ասեն, որ, չգիտեմ, վագրերն ապրում են հյուսիսային բևեռում։ Չգիտեմ, կարան ասեն, որ ճնճղուկները գիշերը ձմեռը քուն են մտնում։ Կամ կարան ասեն, որ Հայաստանի մայրաքաղաքը Վեդին է։ Նույն բաներն են հասկանում, կեղծ պնդում ինչ նշանակություն ունի, ինչպիսի պնդում եք անում։ Ով կհավատա, ով չի հավատա, չի հավատա։ Հա, բայց տեսանյութերը կան, թե ինքը ինչպես էր, հա, եւ այդ մեկ մարդը Նիկոլ Փաշինյանն է եւ այլն։ Մոլորվել են շատ-շատերը, այդ թվում նաեւ ակադեմիկոսներ։ Նիկոլի ամբողջ ողբերգությունն էր անում, որ նա կարողացել է խաբել եւ մոլորության տանել ակադեմիկոսի, բարձրաստիճան հոգեվորականի, բարձրաստիճան զինվորականի, բայց հետո բոլորը տեսան նման մարդկանց դեպքում ես համարում եմ համարենք եւ ներողամտորեն վերաբերվենք, այլապես մենք այսպես ասած բաց քննադատական մեծ դաշտ պետքա բացենք շատ-շատերի համար։ Լավ, բայց այդ դեպքում ինչ ունի Սերժ Սարգսյանի դեմ։ Տեսեք ինչու եմ սա հարցնում, Կարպիս Փաշյանի հետ հարցազրույցն էի նայում ու համեմատում էի, որ իմ գոլեգան կարձագանքի դրան, բայց նա սևեռված է կոնկրետ Սերժ Սարգսյանի նկատմամբ, այն դեպքում հիմա էլ տարբեր հոգեվորականների, ընդ որում տարբեր աստիճանի, հա, բարձրաստիճան եւ շարքային հոգեվորականների հարցնեք, նրանք միշտ ասում էին, որ Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակ եկեղեցու համար եղել է ոսկե դար։ Այդպես էին ասում, այսինքն եկեղեցին եղել է միշտ իր տեղում, միշտ հարգանքով, փոխադարձ հարգանքով եւ այլն, հա, սա ասում էին։ Բայց Հաջապահյանը, Միքայել Սրբազանը ցավալիորեն, ես լսում եմ, ասենք, Ռոբերտ Քոչարյանի մասին, որ խոսում է, ասում է, նա տղամարդ է։ Հազար ներողություն, ինչ է նշանակում հոգեվորական, ասում է մեկի որևէ գործի մասին, ամենայն հարգանքով նաև Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ։ Բայց բոլոր նախագահաների Հայաստանի, բայց ինչ է նշանակում նա տղամարդ է։ Ես դա չեմ հասկանում։ Ընդ որում, ինչ անեմ, Միքայել Սրբազանին հիշեցնենք անընդհատ, որ Ռոբերտ Քոչարյանը նաև այն մարդն էր, որը խաչից երես թեքեց։ Ես չեմ հասկանում, ճիշտ հասկացեք, հա, հետեւաբար ես ուզում եմ հասկանալ, սա անձնական խնդիր չի այլևս։ Սա ինձ թվում է ինչ որ արտաքին ուղղորդում կա սա ամեն ինչում։ Մի բան էլ ավելացնեմ, պարոն Զաքարյան, հազար ներողություն, հեռուստադիտողն էլ հոյմանա։ Երբ որ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր, որ կարող է առաջնորդել ընդդիմությունը, առաջնորդել հոգեվորական, մեզ այդ առանձնազրույցներում եւ Բագրատ Սրբազանը եւ Միքայել Սրբազանը կարծում էին ու պնդում էին, որ Ռոբերտ Քոչարյանը հենց իրենց է նկատի ունեցել։ Ես բաց հայտարարում եմ դրա մասին։ Իրենք մեզ հետ զրույցներում, հարցազրույցների արանքում ասում էին Ռոբերտ Քոչարյանն իրենց նկատի ունի, ես նույնիսկ ասում եի, հիմա չեմ հասկանում, Ռոբերտ Քոչարյանը երկուսին առանձին կանչում, ասում է դու ես, չէի հասկանում։ Հիմա ուզում եմ հասկանալ, ինչ խնդիր է լուծում, ինչ ունի Միքայել Սրբազանը կոնկրետ ՀՀԿ-ի դեմ, Սերժ Սարգսյանի դեմ։
Իմաստը ո՞րն է։ Ես չեմ կարծում, որ որևէ հոգևորական ՀԿ-ի դեմ կամ որևէ կուսակցության դեմ ինչ որ բան ունի։ Նախ դա իրանց խնդիրը չի որպես հոգևորական։ Երկրորդ, եթե որպես անձ ենք դիտարկում, կարա ունենա, բայց ասի, որ գիտեք, ես խոսում եմ որպես անձ, քննադատում եմ այս կամ այն քաղաքական ուժին, քավլիցի, Աստված իրանց դիրքորոշումը, ոնց որ ասում եմ, օրհնությամբ թող լինի, մենք էլ կհամաձայնենք կամ չենք համաձայնի, բայց ակնհայտ կեղծ եւ սուտ եւ իր մեջ, այսպես ասած, լիարժեք մանիպուլյացիա պարունակող հայտարարությունները մենք չենք կարող հաշտ լինել։ Մենք չենք կարող ասել դե լավ, որ հոգևորականն ասում, եկեք բան չանենք։ Անպայման արձագանքներ լինելու են, եղել են եւ լինելու են։ Որևէ մեկի զրպարտության կեղծիքի հետ մենք հաշտ չենք կարող լինել։ Ուզմա զինվորական ասի, ուզմա հոգևորական ասի, ուզմա դիվանագետ ասի, ամենայն հարգանքով բոլորի նկատմամբ։ Բայց զրպարտությունը մեր դաշտում պետքա տեղ չունենա, որովհետև այս ողբերգությունների պատճառը այսօր որ հայ ժողովուրդը դուրս չի կարողանում գա, հենց այդ կեղծիքն է եղել, հենց այդ ֆեյքն է եղել։ Մենք էլ ժամանակին որ իշխանություն ենք, մեր հասցեն ինչ զրպարտություն ասում են, մենք էլ ասում ենք դե լավ թող խոսեն։ Մարդիկ են խոսքի ազատությունը, իրանց խելքն էլ այդքան է հասնում թող խոսեն։ Բայց հետո տեսանք, որ չէ։ Էդ էլ մեր այն ժամանակվա սխալն է, որ այդ զրպարտություններին, կեղծիքին, մանիպուլյացիաներին, սուտ մեղադրանքներին լուրջ չենք վերաբերվել։ Դրա համար հասարակությունը հավատաց, չգիտեմ, 50-50-ներին, կարմիր գծերին, որ բանակում սալարկա չկար, որ զինվորը սոված էր, այդ բոլոր հիմարություններին հավատաց ու այս ողբերգությանն եկա։ Հիմա էլ ասում են դուք եք բերել իշխանության։ Հիմա էլ ասում են դուք եք բերել։ Դուք եք ժողովրդին հանել, որ ձեզ իշխանազրկ եք հերթական հիմարությունն են բերել շրջանառության մեջ, դուք եք բերել, հիմա էլ հետո շարունակությունը ասում են դուք եք պահում։ Դե որ դες գիտեն, թող պատմեն ոնց ենք բերել ու պատմեն ոնց ենք պահում։ Հա, բայց ամենահետաքրքիրը եւ ասում են Սերժ Սարգսյանը այնպես արեց, սահմանադրությունը այնպես փոխեց այդ կոստյումը, որ իրա վրայով լինի ու չլքի իշխանությունը, ամեն ինչ արեց իշխանությունը պահի։ Համ ասում են Նիկոլին բերեց, չի հասկացվում։ Այդ նորից եմ ասում, դրանք դասական հիմարություններ են, որոնք որ խոսվում են, հա, չի կարելի այս իրավիճակում հասարակությունը հազարավոր խնդիրների մեջ թաթախված, մարդիկ արդեն անվտանգային խնդրից արդեն անցել են սոցիալական խնդրի, սոցիալական խնդրից վաղը կենցաղային խնդրեմ են անցնելու, կենցաղային խնդրից վաղը արդեն հասարակության էլ կառավարել չի լինելու, որևէ մեկը չի կարողանալու կառավարել։ Սա հաջորդ է, ասի պետության կործանումը, պետության վերջը էլ ոնց է լինում, եթե ոչ այսպես։ Ու մարդիկ պետք է նստեն բառ անգամ ասելուց, հատկապես այն մարդիկ, ում խոսքը արժևորվում է։ Նրանք շատ երկար պետք է մտածեն ինչ որ բառ ասելուց առաջ։ Հետևաբար ես նորից վերադառնալով իմ ասացին, Տիկին Սարյանն դրա համար ասացի, որ մեր մոտ այնպիսի տպավորություն է, որ որոշ մարդիկ, այդ թվում նաև հոգևորական, ինչ որ մեկի խնդրանքն են կատարում, ինչ որ մեկի խաթր ինչ որ բան են ասում, չի կարելի այդպես։ Ասեք էլի, բայց ասեք ճշմարտությունը։ Հա, բայց հոգևորականից առաջին հերթին եմ ես սպասում հանդուրժողականություն։ Այո, հետո բացի դրանից մարդիկ լսում են եւ մարդիկ իրավունք ունեն հավատան հասարակության մեջ կարգավիճակ ունեցող մարդկանց, եթե հասարակության մեջ կարգավիճակ ունեցող մարդն է շարունակում մանիպուլացնել, Նիկոլից էլ ինչով է տարբերվում մնացած բոլոր այսպես ասած խոսքերը։ Դրա համար ասում ենք նեոնիկոլիզմ է սկսվում, նոր նիկոլիզմ։ Հին նիկոլիզմը Նիկոլի դեմքով էլ չի աշխատում, Նիկոլը չի կարող խափի ժողովրդին։ Հիմա նոր խափողներ են